Պատմել տիրոջը, մերտը իրապես ենքան զորավոր ամենակարողն է, ինքը, գիրեք, երբ որ ներում է մարդու մեղքեր, ինքը երբեք չի հիշում մարդու մեղքերը, գիրեք, ինքը ներեց ու չի հիշեց, գիրեք, դա շատ լավ մոտեցում է, երբ որ մենք գիտենք, որ Աստված ներում է մեր մեղքերը չի հիշում, ես անցած պաշտամունքին քարոզում էի նվիրվածության մասին, սրտի մասին, ոնց ասած այսօր կարող ոնց որ ինչի նման էլի երկրորդ մասին, բայց ես կուզենամ, որպեսզի մենք այսինքն մտնենք խոսքի մեջ, հասկանանք խոսքը, գիտեք կարևոր է որպեսզի ոչ թե մենակ այսինքն մենք խոսքը լսող ելնենք, ես շատ անգամ եմ ասում դրա մասին, այլ խոսքը կատարող, Աստծո խոսքը Աստծո կամքը կատարող, գիտեք Տերը ումն է փնտրում Աստված փնտրում է հավատարիմ հոգիներ, հավատարիմ սրտեր, հավատարիմ հոգիներ, մարդիկ, որ իրապես կարան նվիրվեն Աստծուն, մարդիկ, որ իրապես կարան ռեալ ձևի մոտիկանան Աստծո խոսքին ու Աստծո խոսքով ապրեն, իրապես Աստված փնտրում է այս ձևի մարդկանց։ Եթե դու ընդունել ես Քրիստոսին, եթե դու հանդիպել ես Քրիստոսին, եթե այսօր Քրիստոսը քո կյանքում է, ու դու ռեալ տենում ես, որ ինքը քո սրտի մեջ է, ես ասած անգամ ասել, դու քեզ ես մի հատ հարց, ինչ է փոխվել քո սրտում։ Երբ որ Քրիստոս եկել է քո կյանք, ես ասած մի ասած տեզիսների նման եմ նշանակի, առաջին ասում է, ինչ է նշանակում խնդրել Քրիստոս որ մտնի քո կյանքը։ Երկրորդը նշանակել իսկապես ինքը մտել է ձեր կյանքը, հարցնում իսկապես ինքը մտել է Քրիստոսը քո կյանքը։ Երկրորդը ինչ է փոխվել քո սրտում։ Կա քո սրտում փոփոխություն, թե չկա։ Եթե դու մտածում ես որ Քրիստոսը մտել է քո կյանքը, то есть ինքը կա, դու խնդրել ես, որ ինքը մտի, եւ հարցնում ես, երբ որ ինքը մտել է, ու ինքը կա քո կյանքում, քո սրտում, ինչը այսօր փոխվել քո կյանքում։ Գիտեք, դա շատ կարևոր է, ես չեմ ասում, գիտեք, ինչ նշանակություն կա փոխվելու պարագայում։ Ես չեմ խոսում հիմա ֆինանսականի մասին, ես չեմ խոսում հիմա դու, եթե ունես առողջական խնդիրներ, առողջական խնդիրներ պետք է լինել, հետո շատ անգամ, երբ որ մարդիկ գալիս է եկեղեցի, գալիս են այսինքն Տիրոջ տուն, գիտեք, ամեն մեկը ունի ոնց որ ասած մի մոտեցում, մեկի մոտ մի ձև է բացում, մեկը գալիս է ցանկը կամ ունի իրապես ֆինանսական որևէ խնդիրներ կամ ինչ-որ պրոբլեմներ, կարիքներ, հոգսեր, ու գալիս է Տիրոջը դիմելով, աղոթելով, լացելով, բացելով իր սիրտը, երբ որ այդ ամենը չի վերանայում, չի ստացվում, չի ստանում այդ պատասխանը, մարդիկ շատ շուտ սկսում են հիասթափվել, հասկանում եք, հիասթափվել եւ sense պարագաներ դա դաժե թե առողջականի խնդիր, բայց մարդիկ ասում են որ հավատարիմ են լուն, երբ որ փոխում են իրաց մոտեցումը, իրաց մոտ բացվում է իրականությունը, որ իրապես գիտես այս ձևի չի ու Աստված ցույց է տալի որ այս ձևով է մարդուն բերում իր մոտ, հասկանում եք։ Բայց անում են այլ մարդիկ, ովքեր որ հիասթափվում են, անում են մարդիկ, որ այսինքն սկսում են վիրավորվել, նեղանալ առաջուց Աստծուց, թե ինչի Աստված այսինքն չարեց այն, то есть մարդու սպասելիքները ոնց որ ասած զորոյանում են, հասկանում եք։ Ես չեմ կարող ասել դու ինչ սպասելիքներ ունես։ Իրապես կարող է դու այսօր փնտրում ես Տիրոջ դեմքը քո կյանքում, դու ուզում ես որ Աստված այսօր գործի քո կյանքում, քո ընտանիքում, քո առօրյայում եւ իրապես դու տենում ես այսօր քո կյանքում կա մեծ լիքը փոփոխություններ։ Գիտեք այդ մեծ լիքը փոփոխությունները գալիս է, գիտեք այդ քո հավատարմության ոնց ասում է նշանակությունը, մոտեցումը, երբ որ ասում դու իսկապես որ քեզ հարց ես տալի, ասում ես Քրիստոս եկա մտավ քո սիրտը եւ ինչ է փոխվել այսօր քո կյանքում։ Ինչ փոփոխություն կա։ Դե նորից դու նույն ձևի շարունակում ես ապրել։ Նայեք, այդ հարցը երբեմն մենք պետք է տանք մեզ եւ այդ հարցը, այսինքն ես հասկանում եմ, դա շատ կարեւոր է։ Երբ որ դու այդ աղոթքի պատասխանը շատ անգամ չես ստանում, երբ որ քո սպասելիքները ոնց որ ասում է չեն արդարացնում Աստված, գիտեք, դու տալիս ես այդ հարցը, որ կարող է խնդրեմ ես միշտ ասում եմ քո մեջ լինի, եթե Աստված երբեմն չի պատասխանում քո աղոթքին։ Հասկանում եք, ես չեմ մեղադրում, ասում, գիտես, դու կարող ամենամեծ մեղավորն ես, ոնց որ Պողոսն ասում իր, այսինքն, թղթերի մեջ։ Բաներ կա, որ իրապես մենք պետք է վերանայենք, բաներ կա, որ մենք իրապես պետք է, այսինքն, ավելի մոտիկից հասկանանք։ Նայեք, մենք կարդանք մի քանի տեղեր, ես գիտեք, օրինակները շատ եմ սիրում Աստվածաշնչից բերեմ, որովհետև ինչ եմ ասում, օրինակները շատ եմ սիրում Աստվածաշնչից, որովհետև դա մեր կյանքն է, ոնց ասում է դա
այն հերոսների, որ մենք կարդում ենք, որոնք սխալվում են դաժե հենց Աստվածաշնչում, ընկնում են, ըլլում են, կանգնում են, հասկանում են, ամեն մարդու մոտ մի ձև է ըլլում եւ այդ հերոսները կան նաեւ Աստվածաշունչի մեջ։ Եվ Աստվածաշունչը անգիր նա որովհետեւ մենք մեր սխալների վրա սովորենք եւ վերափոխվենք։ Առակաց գլխի 26-ում ասում է. «Մեծ պատվական այրը ողորմած մարդը բայց ասում է հավատարիմ մարդ դժվար է գտնել»։ Նայեք, Առակաց գիրքը ասում է հավատարիմ մարդ դժվար է գտնել։ Գիտեք, եթե մենք ստեղ վերափոխենք, վերանայենք, դա իսկականից սենց է, այսօր հավատարիմ մարդիկան, ով են այդ հավատարիմ մարդիկը, հասկանում եք։ Նայեք, դու կարաս այդ հարցը նույն եմ ասում քեզի տաս, դու հավատարիմ ես այսօր Աստծուն։ Նայեք, ասում ես, ինչ եմ ասում, ես չեմ ասում, հավատարիմ ես քո ընտանիքին, հավատարիմ է կինը իր ամուսնուն, ամուսինը կնոջը, դա ես դրա մասին չեմ ասում, ես ասում եմ հավատարմությունը Աստծո հետ։ Այստեղ ասում է դժվար է գտնել հավատարիմ մարդ։ Ну իրապես, ռեալ, եթե մենք նայենք այսօր մեր կյանքում իրականությունում շատ դժվար է հավատարիմ մարդեր գտնել, մարդկանց մեջ, դաժե ընկերության մեջ, դաժե որևէ մարդիկ շատ շուտ են իմանում դավաճանել, շատ շուտ են իմանում հիասթափություն մտցնել, մարդիկ շատ շուտ են իմանում, այսինքն, գիտեք, դառնության մոտեցումը, հասկանում եք, մենք այդ դառնության մասին ենք խոսանք, այդ հատկություններից մեկն է, շատ այնպես վտանգավոր հատկություններից այդ դառնությունը, որ մարդու մեջից բողում այդ դառնությունը։ Երեք Հիսուսը ասում է Հովհաննեսի ավետարանում, հեսա մի վարքյան։ Հովհաննեսի ավետարանում Քրիստոս ասում է 14-րդ գլխի 21-րդ խոսքը։ Երեք ես շատ եմ սիրում այս տեղը կարդալ, այդ խոսքերը Քրիստոսի։ Ասում է ով ունի իմ պատվիրանները, ասում ով ունի իմ պատվիրանները։ То есть չասում ով վերցի իմ պատվիրանը, ես տալիս եմ, ես ասում ով ունի, արդեն ունի, եւ պահում է դրան, նա ինձ է սիրում, ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից, ես էլ պիտի սիրեմ նրան եւ ինձ պիտի հայտնեմ նրան։ То есть օրհնություն, սեր Քրիստոսը խոսում է, եթե դու ունես իր պատվիրանը քո մեջ, պահում ես դա, հասկանում, եթե դու պահում ես, ուրեմն ինչ, դու հավատարիմ ես Աստծուն, չէ՞։ Ինչա պահել պատվիրանը Աստծո։ Ինչա то есть например ապրել դրանով, հասկանում եք։ Ես էլ ուզում եմ այստեղ շեշտեմ, որովհետև նայեք ասեմ ձեզ, մարդիկ ամեն մեկը տարբեր մոտեցումով են հասկանում ինչա ըլնել հավատարիմ, ինչա ըլնել պահել իր պատվիրանները եւ ինչա ըլնել սիրել։ Նայեք ասեմ, խոսքով հեշտ է սիրել Քրիստոսին։ Եթե այսօր ստեղ դարիճից բոլորը դարձնենք, դուք սիրում եք Քրիստոսին, մենք բոլոր ձեռներս բարձր, մենք սիրում ենք, բայց մեր կյանքի իրականությունում ոնց ենք մենք մեր մոտեցումը ցույց տալի, մենք ինչով ենք, այսինքն հայտնում մեր սերը Քրիստոսին, ոնց ենք մեր հավատարմությունը ցույց տալի, то есть ազատված է քո սիրտը, հասկանում ես, այն ոնց ասեմ քեզ, նենք բաներից, որ երբեմն բխում է մարդու սրտից, երբ որ Քրիստոսը գալիս է քո սիրտը, գիտես, ասում ես ձերեմային նման անեք, էլի, եթե դու ընդունում ես Քրիստոսին, Քրիստոսը գալիս է քո սրտի մեջ, երբ որ ասում ով ունի պատվիրաններ եւ պահում է, то есть если դու պիտի ազատվես այդ ամեն դառնությունից, հասկանում ես, այդ դառնությունը, որը որ իրապես մարդուն հերվացնում է Աստծուց։ Նայեք, եթե քո սրտի մեջ կա դառնություն, եթե քո սրտի մեջ կա, այսինքն լիքը այդպես հատկություններ, մենք եկեք մենք sense բան ասեմ, դες ես բացել միտեղ ես գրել եմ, sense շեշտել եմ, էլի։ Ռուսերեն ասում է գորիչ։ Ինչա գորիչ, էլ ես սլավասլովեն ինչա, եթե մենք sense մի քիչ ռաշիֆրովկա անենք, ասում է առաջինը աբիդա, վիրավորան, երկրորդը ռազաչիրավանյան, դա դառնության մասին է, նյուդաչը, то есть, например, կարանք ասենք մարդ անհաջողակա, անարդարություն, то есть դուշևնի հոգե ստրես, դիպրեսիայի մեջ, հասկանում եք, այսօր դառնությունը դաժե կարող է դիպրեսիայի, հասկանում եք, то есть էմոցիոնալ, դա էլ է բերում մարդուն դառնությունը։ Նայեք, երբ որ սկսեցին քննել այդ դառնության մասին, ես տեսա մեր դառնությունը այնքան լիքը վատ հատկություններ ունի, հասկանում եք, то есть մի խոսք դառնությունը, հասկանում եք, եւ այդ դառնությունը իրապես մարդուն կարող այսինքն այնպես հերվացնի Աստծուց։ Ես խոսում եմ հոգևոր մարդուց, այսինքն հավատացյալ մարդուց, որ այսինքն այսօր ինքը ասում է, ձևավորում է, որ ինքը գնում է Քրիստոսի հետևից,
Մենք շատ տեսնում ենք, մենք գնում ենք Քրիստոսի հետևից, մենք փողել ենք ամեն ինչ, վերցրել ենք մեր խաչը, գնում ենք Քրիստոսի հետևից, բայց այդ վերափոխումը մարդը չի ապրել։ Նայեք ասեմ, դաժե որ դու գալիս ես Քրիստոսին, չի ում ձեր ոնց ասեմ, ապաշխարում ես, եւ դες դառնության մեջ ես, այդ դառնության սկսում ես հիշել քո հին մեղքերը։ Մենք քեզ սկսում ենք հիշացնել մեղքերը, դու սկսում ես քեզ հիշացնել, որ դու մեղք ես գործել ու այդ մեղքը քեզ խարժում է, բայց Աստված ասում է ես ներել եմ քո մեղքերը, հասկանում եք, մի քիչ առաջ եմ ասում խոսքից, բայց ոչ ինչ, նայեք ասեմ, կաս այդտեղ օրինակ Եսայի մարգարեի 43-րդ գլուխ, 43-րդ գլուխում, կարծեմ, բացեք ով ունի հեսա, 43-րդ 20 խոսքից, ասում է, Տերը ստեղ ինչ ասում ասե, ես եմ նա, որ ջնջում եմ քո հանցանքները հանուն ինձ եւ չեմ հիշելու քո մեղքերը։ То есть Աստված տեղ պարզ ասում է, երբ որ դու գալիս ես ինձ, անկեղծ, իսրտած, տալիս ես այն ամեն մեղքերը, դառնությունը, չարությունը, ինչ մեղքեր դու գործել ես։ Ես ջնջում եմ ու չեմ հիշում։ Բայց նայեք ասեմ, բնում է, չէ՞ որ դու ցույց եք հիշել, տամ 20 տարի առաջ ես ինչ մեղք ես գործել ու այդ մեղքը տանջում է։ Մի հորսս պատմեր ասում է մի ամուսին կնոջից բաժանվում է, ամերիկական եկեղեցին է խոսում, եւ ասում է կինը նամակ գրեց, զանգեց, ասում ամուսինս թողում է, հեռանում է, չեմ մինչև իրաց մոտ կատարվել, եւ այս կինը, նայեք հետաքրքիր է, չես ինչի ոչ թե դուրս եկավ այդ կնոջ մոտեցումը, հասկանում եք, обычно երբ որ ընտանեկան սիտուացիաներ լինում են, սկսում են մարդիկ մեկին մեղադրել տամ, կինը սկսում է ինքը սենց ամուսինը սենց է, այս կինը սկսավ իրան ասել, գիտես ասում է, այդ հովին ասում է, ես այն բախ ճիշտ ասեմ անարդար եմ մի քիչ ամուսնուս հանդեպ վերաբերվել, ասում է չի, եւ ասում է ամուսինը կարամ ասեմ, ամուսնացել էր արդեն մի հատ ուրիշ է, Ամերիկան է, ու ասում է գիտեք, ասում է, ես 20 տարի առաջ գործի մերկ, то есть կանայք ընտանիքները որ ունում ասեն որ երեխան պետք է ծնվի, ну, չեմ ուզում կոպիտ խոսքով ասել, տանում են հեռացնում են այդ երեխան։ Եվ այդ ինքը ասում է ես այս մեղքը գործել էի, եւ այդ մեղքի գործից տանջվում եմ տարիներ ընթացք եւ անարդար իմ ամուսնու հետ եմ եղել, միշտ, այսինքն չեմ շփվել կամ բան, то есть այդ մեղքը ես հասկանում եմ, որ ես ճիշտ չեմ արել, այդ մեղքը ինձ տանջում է։ Եվ քո ասում եմ, գիտես, ասում եմ, կանչիմ, ասում եմ, արի խոսենք, արի սկսամ խոսքից բացատրել, ասել, գիտես, եթե դու տվել ես քո սիրտը, եթե դու քո կյանքը տվել ես Աստծուն, եթե դու անկեղծ ես ապաշխարել, ոչ մի մեղք ես պետք է չտանջի։ Հասկանում, իհարկե, հեռացնել երեխուն դա սպանություն է, կարանք ասենք, հասկանում եք, շատերը կարամ ասեմ, դες մեղքի հեղինակ են դառնում ընտանիքներում։ Եվ այս շատերի մեջ այս մեղքը սկսում է տանջել։ Բայց Աստված ասում է, ես եմ նա, որ ջնջում եմ քո հանցանքները, то есть Աստված ասում է, հանցանքներն եմ ջնջում։ Հանուն ինձ ասում է, ես չեմ հիշելու քո մեղքերը, ես չեմ հիշելու քո մեղքերը։ То есть եթե դու մեղք չես գործում, եթե դու իրապես ես ապրում, тогда դու պետք է չհիշես այդ մեղքերը։ Հետո երբ որ քեզ հիշեցնում են այդ մեղքերը, ես քեզ կարամ ասեմ, դա առողջ չի, որ մեկը հիշեցնում է քեզ։ Դանիելն է հիշեցնում քեզ մեղքերը։ Եթե դու իսկական ձևի ես տվել, ես էլ եմ նշում, եթե դու իսկական ձևի տվել ես քո սիրտը Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Նայեք ասեմ, տվել ես եւ մեղք չես գործում։ Հասկանում եք, ոչ թե տվել ես, նորից շարունակում ես մեղք գործել։ Գալիս ես օրհնության հետևից, ուզում ես օրհնություն, ասում ես մենակ դու ինձ Տեր Աստված օրհնություն ների, բայց ես նորից շարունակեմ իմ հին հանցանքներ անեմ։ Հասկացի, դու չես կարող ըլնես հավատարիմ։ Եվ այդ դառնությունը, որ մարդու սրտից բխում է շատ անգամ, եւ այդ դառնությունը հերվացնում է մարդուն Աստծուց։ Բայց երբեմն մարդը ճանաչում է Աստծուն, հասկանում եք, գիտես, ես ճանաչում եմ Աստծուն, ես սիրում եմ Աստծուն, բայց ըլում է մեղքերը դառնություն են տանում, սկսում է վիրավորվել, սկսում է նեղանալ, սկսում է չարանալ, սկսում է լիքը պահերն են, հասկանում եք, եւ այս պահերը, որ քո մեջից բխում են, ախր դու ոնց կարած գնաս ծառայես Աստծուն, կամ ոնց կարած դու ունես հավատարիմ, ոնց է դու տենում եք հավատարմությունը, ինչի մեջ է կառուցված։ Հասկացի, հավատարմությունը կառուցված չի մենակ Կիրակի օր գաս նստես, լսես ու գնաս շարունակես ապրես։ Հավատարմությունը կառուցված է դրա մեջ,
որպեսզի որ դու լուրջ մոտիկանաս Աստծո խոսքի հետ, որպեսզի այսինքն դու չբռնվես մեղքի արմատներից, դու չբռնվես դառնությունից, չբռնես վիրավորանքից, չբռնես վատ, նայեք ասեք էմոցիոնալ, կարծում եք, չէ՞, դառնության մեծ խոսք է։ Այսօր գիտեք այնքան աշխարհը խառնում է կին, տղամարդ, աղջիկ, բոլորը այնպես վատ բառերով կարան իրար վերաբերվել, էմոցիոնալ, վատ հասկանում ես, եւ այնպես են մարդիկ բռնվում դրանցով։ Ես խոսում եմ քրիստոնյաների մասին, մարդիկ ովքեր որ ասում, գիտես, ես իմ կյանքը տվել եմ Քրիստոսին, ես ճանաչում եմ, ես սիրում եմ Աստծուն, ես առանց Աստծո կյանք չունեմ, բայց այդ մարդը մեղքի մեջ ապրում, հասկանում ես։ Գիտես, դու քո սիրտը պետք է փոխես։ Դու պետք է թողես, որ Տերը փոխի քո սիրտը, հասկանում ես։ Այդպես ես քեզ կարող ասել բաց, դու չես կարող վայելես հավիտենական կյանք։ Կարող է, ես իմ մակասս գիտես, որ դու ճիշտ չես ասում, ոչ չեմ կարող։ Ես կարող եմ մեկ գործեմ, ես կարող եմ սենսը մնացել եւ ժառանգությունը չէ։ Հա դու ունես շանս փոխվելու։ Միանշանակ դու ունես այդ շանս։ Միանշանակ այսօր ժամանակը քո ձեռքերի մեջ է։ Եվ որ դու ապրում ես, քայլում ես, գալիս ես կամ գիտես ասած տարբեր տեսակի ձևով քեզի բացում է, որ դու կարաս փոխվես։ Բայց к сожалению, ցավոք սրտի, մարդիկ դա չեն օգտագործում փոխվելու պարագայում։ Գիտեք, ստատիստիկան շատ քչերն են փոխվում։ Շատ քչերն են իրաց վրա աշխատում, շատ քչերն են հասկանում են, то есть, например, այդ դառնության դեմ պայքարում։ Շատ քչերն են հասկանում են, ոնց որ ասած, ուզենում։ Նայեք ասեմ, Հռոմեացիներից առաջի գլխի 21-րդ խոսքում ասում է, նայեք ասեմ, սենց հոգևորների մասին, մարդիկ ովքեր այսինքն սենց մոտեցում։ Քանի որ Աստծուն ճանաչելով նրա որպես Աստված չփարավորեցին, կամ գոհություն չհայտեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, դառնացան։ То есть մարդիկ, հասկանում ես, քանի որ Աստծուն իրենք ճանաչում էին, իմանում էին, գիտեին, լսում էին ամեն անգամ խոսքը, մեկ էլ մյուս, բայց ասում եմ, գոհություն չհայտեցին, չմետալեցին, անկեղծ էր այսինքն, այլ ես մտածումներ ունայնություն ու անմիտ սրտերը խավարեցին, ասելով, թե իմաստ ունեմ, то есть մարդը ճանաչում ասում, ես իմաստ ունեմ, ասել թե իմաստ ունեմ, հիմարացան եւ ամղեց Աստծո փառքը փոխեցին եղծերի մարդու թրջունների, չորագոտների, սովուների պատկերի նմանության հետ։ То есть մի խոսքով ասած, մարդը սկսավ ինքն իր կյանքը տիրապետել։ То есть հասկանում ես, գալիս է մոտեցում, երբ որ դու ինքդ ես որոշում քո կյանքում ոնց ապրես, ոնց անես, ոնց քայլես, ոնց շնչես, ասում ես, գիտես, ստոպ, սպասի։ Ես քանի իմ հարցերս լուծեմ, ես հավատում եմ քեզ, ճանաչում եմ, ես իմաստուն, բայց քո իմաստությունը հիմարացավ, եթե դու Աստծուն ճանաչում ես, եթե դու գիտես Աստծուն, դու Աստծուն կփառավորես, ոնց որ Աստված։ Հասկանում ես, դու կգնաս կենդանի Աստծո դեմը։ Եթե դու մեղք ես գործում, եթե դու սխալ ճանապարհով ես ապրում, ինչ կանես, դու կփոխվես, հասկանում ես։ Չես ասի, գիտես, մի օր կփոխվեմ, չես ասի, գիտես, դիմացինս է մեղավոր, ես մեղավոր չեմ, այ հենց ինքն է ամեն մեղքեր գործում, ուղղակի ինքն ինձ գայթակղեցնում է տանում գցում է մեղքի մեջ։ Երբ որ դու անմիտ վիճաբանությունների մեջ ես ընկնում, նայեք ասեմ, մի եկեք անմիտ վիճաբանությունների կռների մեջ, խոսակցությունների մեջ։ Հասկանում եք, գիտես, երբեմն բաց թող ու անցի։ Իրեք դա, ես կարող ասեմ, գիտեք ոնց աշխատում։ Պողոս արաքսում, տենում ես մեղք, տենում ես այսինքն գայթակղություն, հա, պրոստո հերացի գնա, մի մտի այդ կրակի մեջ, հասկանում եք, բայց շատ անգամ մենք ոնց որ ասում ասեմ, մտնում ենք այդ կրակի մեջ։ Քեզի մեկ մի բան ասում, դու կարաս 10 ասես։ Դու 10 ասում ես, դիմացինը կարա քեզի 50 ասի, նայեք ասեք, բա ո՞րն է զիջումը, ո՞րն է օրհնությունը, որտե դու ասում ես Աստված իմ հետ է։ Սիրելիս, ասում եմ քեզ, Աստված քո հետ չի կարա լինի, երբ որ դու մենամարտում ես, երբ որ դու քեզի հասկանում ես, Աստվածը քեզ արդարեցնողը, Աստվածը քեզի բարձրացնողը, ումն է բարձրացնում Աստված խոնարհներին, ովքեր են խոնարհները, ովքեր որ լսում են, ովքեր որ խոնարհացած անկեղծ ձևի իրանց սրտերը տվել են Աստծուն։ Հասկանում եք։ Բայց ինչ դեպք, երբ որ դու գնում ես անմիտ վիճաբանություն, հետո դու դուրս ես գալի, դառնացնում ես քո սիրտը, ընկնում ես դեպրեսիա մեջ, հետո անցնում ես առանձնանում ես, սկսում ես աղոթել, Տեր Աստված գիտես, ես ինչքան մեղավոր չէի, ինչքան ես լավ, դու տեսար ես ինչ այդ մարդը ինքը սպեցիալի նամերենով, ինքը եկավ, ինձ սկսավ վշտանգել ասել, ես ուղղակի պաշտպանվում եի։
Տեր Աստված, օրհնի, ես ուղղակի պաշտպանվում եմ։ Սիրելի դու չես կարող պաշտպանվել, հասկանում ես։ Գիտեք որ նա, երբ որ մենք հաղորդություն ընդունում ենք, առաջի Կորինթացիներ 11-րդ գլուխը դե ասում է. Դուք, եթե դուք ինքներդ ձեզ դատապարտեիք ձեր մեղքերը, եթե դուք ինքներդ դատեիք, քնեիք եւ անեիք ձեր մեջ չեն այսքան հիվանդներ, ցավականներ, շատեր չեն ունի, то есть մարդը ինքը պետք է հասկանա իր սխալները, հասկանում ես։ Դա ճիշտ է, երբ որ մենք, հասկանում ես, Էզևի մոտեցումով ենք ապրում։ Էզևի մոտեցումով, երբ որ ասում ես, գիտես, ես եմ ամենաառաջինը, դիմացինն ասում է, չէ, ես եմ, գիտեք, դա ճիշտ է։ Գիտեք, դառնությունը միջկարանի այդ կռիվը, ամիտ վիճաբանությունները չեն տանում իր էֆեկտիվ, իրենք տանում են կործանման, հասկանում ես։ Հոգևորը, հավատացյալը, այն մարդը, որ կրում է Հիսուս Քրիստոսի անունը, այն որ ասում է սիրում եմ Հիսուսին, այն մարդը պետք է իմանա զիջի, ների, где-то սուսմնա, где-то օրդի, այո, где-то սուսմնա, где-то օրդնի, где-то լրի, ինչքան ների, դա 20 անգամ, 50 անգամ ների, բացես ինչքան շարունակեմ տես ներել, ինչքան ներել, գիտես, շարունակի ներել, բա ոնց Աստված չի տենում, Աստված տենում է, բայց դա ինչ անել այդ մարդը, գիտես, Աստված ժամանակին ամեն բան կբերի կդնի իր տեղը։ Հասկանում եք ինչ եմ ասում, ամեն թե ամեն չէ։ Աստված ամեն բան կբերի, հավատա, Տերը գիտի քո սիրտը, Տերը գիտի դիմացինի սիրտը, Տերը գիտի ամեն մեկի, ու Տերը տենում է խոնարհի մոտեցումը, հասկանում եք։ Եթե դու խոնարհ ես, եթե դու խոնարհ քայլ ես անում, հասկանում եք, եթե դու չես որդովված, եթե դու դառնության, գիտեք, դառնությունը անիրավից է։ Ես կարող եմ ասեմ անկեղծ։ Այսօր սատանան անիրավ ամեն ձեր ուզում է հոգևորին պոկի Քրիստոսից, հասկանում եք։ Եթե մենք կարող ասենք, չէ, անիրավը չի կարող ոնց, գիտեք ինչ ասա, օրինակ գրել եմ այստեղը, եթե չեմ շփոթում, հեսա կարդամ, Գործ առաքելոց 10-րդ գլուխ կարծեմ, 10-րդ գլուխ, մի վարքան, 10-րդ գլուխ, 24-րդ խոսք, եթե չեմ մոռացել, 24-րդ խոսք։ Սա մետեղ կրա հետաքրքիր նշի մոտս։ Չէ, դա կարծիք մի րոպե։ Ինչ եմ ես մոտեցումը ցույց ուզում ձեզի այսինքն ցույց տա, որովհետև դեռ տալիս է, որ մեր Տեր Հիսուսը ասում է եկավ ազատելու, բժշկելու բոլոր հիվանդների, բոլոր, այսինքն չարի, անիրավի դեմ պայքարելու, պատերազմելու եւ ազատում էր մարդկանց անիրավի, այսինքն ձեռքերից։ Ոնց էր ազատում Քրիստոսը մարդկանց։ Կարծեմ 15-րդ գլուխն է այդ չգիտեմ։ Ոնց էր ազատում։ Մարդը երբ որ ինքն է ուզում ազատվի, մարդը երբ որ ինքն է ուզում, այսինքն փոխի իր մոտեցումը, փոխի իր կյանքը, հավատա, Աստված ընդդերա։ Նայեք ասեմ, Աստված գիտես որտե չի։ Ընդե չի, երբ որ դու անհաշտ ես։ Ընդե չի, որտեղ որ դու չես խոնարհվում Աստծուն, Աստված չկանդը։ Երբ որ դու կռիվների մեջ ես, երբ որ դու վիճաբանություն ես, երբ որ դու չարացած ես, երբ որ դու վիրավորված ես կոնկրետ մեկի վրա, հասկանում ես, Աստված չկանդը։ Գիտես չկա, ինչքան էլ դու քեզի ստիպես ասես, Աստված իմ հետ է, Աստված քո հետ չի։ Գիտես չի, կարող ասես, չէ, ով դու սխալ ես ասում, ոնց Աստված իմ հետ չի։ Իմ աղոթների մեջ է, գիտես, Աստված ընդեղ է, որ դու զղջում ես, ապաշխարում ես ու խոնարհում ես իր առաջ։ Աստված ընդեղ է, որ դու չես չարանում։ Աստված ընդեղ է, որ դու կռիվների մեջ չես մտնում։ Աստված ընդեղ է, որ դու չես հիասթափ։ То есть դու գնում ես ուղղակի իր հետևից, հասկանում ես։ Ամեն հարցում դու բերում ես իր մոտ։ Ամեն հարցում դու գալիս ես իր մոտ։ Հասկանում ես։ Չես փնտրում հարցի որոշում քո ձևով։ Հասկանում եք, ոնց որ մենք շատ անգամ դառնում ենք Աստծո տեղը մեր կյանքի մեջ, սկսում ենք մեր որոշումներով, մեր մոտեցումներով ամեն հարցերի լուծումը տալ, հասկանում եք։ Մենք ուզում ենք Աստծոց օրհնություն, մենք ուզում ենք, որ Աստված, այսինքն մեր կյանքում, այսինքն հասկանում ես, տա մեզ այն ինչ որ մենք ենք ուզում, բայց շատ անգամ չենք անում, այնպես ինչպես որ ինքն է ուզում։ Նայեք, Եբրայեցիների 12-րդ գլխում 15 խոսքում ասում է. զգուշ եղեք, որովհետև մեկը Աստծո շնորհից չզրկվի, ասում է, որովհետև մեկ ասում է, զգուշացում է, Պողոս ասում է, զգուշ եղեք, որովհետև մեկը Աստծո շնորհից չզրկվի։ Ինչ մարդը կարող Աստծո շնորհից զրկվի, то есть օրհնությունից կարող զրկվի, իհարկե կարող։ Դառնության արմատը թող չաճի,
ու ոչ ոքի թող նեղություն չտա, եւ դրանով շատերը չփախցվեն, որպեսզի ոչ մեկ պորնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասում է դառնությունը արմատը թող չացի, то есть դառնության արմատը կարա աճի։ Նայեք ոնց աճում։ Մենք շատ անգամ մտածում ենք, որ մենք հաղթում ենք, մենք ունենք հաղթանակներ, բայց այդ դառնությունը աճում է, տալիս է վիրավորան, տալիս է նոր, то есть մեկը գցում է իր արմատը լրիվ քո սրտի մեջ, հասկանում եք։ Ու զանգվածային սկսում է վարակել։ Դա շատ անգամ հոգևորները դրա մասին չեն ուզում իմանալ։ Ինքը գիտում է, ես Հիսուսին սիրում եմ։ Հիսուսին սիրում ես, լավ է, ամեն, բայց խնդրումը քո մեջ ո՞նց ես որոշելու։ Ո՞նց ես որոշելու։ Ում ես տվել, որ որոշի։ Հասկանում եք։ То есть հարցը, նայեք ասեմ, սա վերում է այդ օրինակը Պողոսը Եսավի օրինակ ասում է, Եսավը մի աման կերակուրի համար ինչ արեց, իր անդրանիկությունը վաճառեց, հասկանում եք, ուղղակի տվել։ Ասում որտեղ գիտե, որ թեև հետ կամեցավ, երբ որ ինքը ասում է հետ կամեցավ, օրդության ժառանգել, հետ վերցել ուզելը, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտաքսով այն փնտրեց։ Ծննդոցի 25-ում է տալի, 27-ում է տալի, լշեք ձերոտ կկարդա։ Մի աման ապուրով ինչ արեց, ինքը ծախեց իր, եկավ սովված մարդը, всё, հասկանում եք, տարված էր, ուզում եմ ուտել։ Դա աղբեր ասեց Հակոբս, պրոբլեմ չկա, կամ ապուր կետ, բայց, գիտես, բրատ, պապայի մեր օրդությունը գտաս, դե պես պրոբլեմ է, տալիս եմ, հասկանում, նեք ասեմ, մենք ոնց ենք անում շատ անգամ, այսպես էմոցիոնալ, մեկը գործում են, դե պես պրոբլեմ, անենք, տանք, անենք, բայց հետո գալիս է մի պարագա, երբ որ կարա դառնա ամեն մեկի մոտ վճռական եւ ուժ։ Հասկանում եք։ Հակոբոսը շուստի տղա, հենց այդ մարդ սովորական։ Ինքը մամայի հետ սրած, աղբոր շորերը հակավ, то есть չէ, օգտվավ պահից, մտավ օրդությունը ստացավ, երբ որ եկավ Եսավը, մտավ արդեն ուշ էր։ Ինքը լացում էր։ Գիտեք ինքը ինչ էր ուզում, ինքը չէր ուզում, ինքը օրդություն էր ուզում։ Հասկանում եք, նայեք ասեմ, ապաշխարությունը գնալ Քրիստոսի հետևից, ունենալ օրդություն, դա տարբեր բաներ են, սիրելի Աստծո ժողովուրդ։ Դուք իմ հետ եք։ Դա տարբեր մոտեցումներ են, հասկանում եք։ Դու գաս Աստծուց ուզես օրդություն, բժշկություն, նայեք ասեմ, ֆինանս, պրոբլեմի լուծում, որ սա կյանքս լավ է, ասես, ես բարձրալի որդեմ, ամեն։ Թե գնաս Քրիստոսի հետևից, то есть դու կարաս այդ ամեն ուզես, Եսավի նման, Եսավ մտավ իր պապայի մոտ Իսակի 27 գլուխ կարակ վերցել կարդալ, 1-ից 39-ը, լացում էր, ասում էր, մի հատ են ինձի օրդին, ասում չէ ուշա, որտեղ հրեաների մոտ օրդում էր անդր ուշա, սինով, արդեն գնաս, սյո, ինչ էլա, ընդես եղավ դառնացած սրտով, չարացած սրտով, ինչ ասեց, ես իմ աղբորը բռնել եմ սպանել, չէ, հիշում եք, չէ, ու Հակոբի կյանքը սկսավ, տրտմության կյանքը, ինչ հլա, գիտեք, այդ տրտմության ճանապարհի, այդ հիասթափության փախուստերի մեջ ինքը գտավ, փնտրեց եւ գտավ Աստծուն։ Հասկանում եք, մեկը հեռանում Աստծուն, մյուսը գտնում Աստծուն։ Հասկանում եք, հիմա նայ, դու ո՞րն ես, Եսավն ես, թե Հակոբն ես։ Ինչի մեջով էլ որ դու անցնես, հասկանում եք, գիտես, օրդություն ես ուզում, թե Քրիստոս ես ուզում ռեալ։ Ինչ ես ուզում դու։ Քրիստոս ռեալ, հասկանում եք, նայեք ասեմ, տարբեր, նայեք ասեմ, հիմա նայեք, ես ասում չէ, դավանում ենք, ինչ ես ուզում։ Դու կազած պրոսո խոսք ես ասում, բայց դու ասում ես, երկինք ու երկիրը լսում է, Տերը լսում է, այն ինչ որ դու հիմա դաժե ասում ես, չհասկանալով, հասկանում ես, կարող է դու չհասկանալով ես ասում, կարող է դու ասում ես հենց անկեղծ այն մոտեցումը, որ կարա տա, հասկանում ես, Քրիստոս ես ուզում ես ռեալ Քրիստոս, Քրիստոսը, որ կարա հանի դառնությունը քո սրտի մեջից։ Քրիստոսը որ կարա հանի, մեր Քրիստոսը այն Քրիստոսն է, հասկանում եք, ինքը եկավ իր գործ արեց ու գնաց։ Տվեց քեզի դրոշը հաղթանակի, ասաց ար բալես, ար որդիս գնա, հիմա դու դե անես, հիմա դու պատրաստ ես անել, դու պատրաստ ես հավատարիմ զավակի նման գնալ ու հաղթել, ջախջախել, ասում թող անիրավը ունի քո ոտքերի տակը, կարող անիրավը ունի, դե շատ եկան, արեցես անիրավը, գիտես լուրջը, թեման լուրջը, բայց Քրիստոսը ասես ես ջախջախեց անիրավի գլուխը, հասկանում եք, և այդ հաղթանակը տվեց մեզ, տվեց թե չտվեց, ասենք մի քիչ աշխուր, հասկանում եք,
տվեց, ինքը տվեց մեզ հաղթանա, իրան գնով, կյանքի գնով, ինքը տվեց մեզ հաղթանա։ Հիմա, մենք վերցինք այդ հաղթանակը Քրիստոսից, ուրախանում ենք, պարծենում ենք երբեմն, Տեր դու հալելույա, 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 չէ՞։ Գիտեք ինչ է հետաքրքիր, որ մենք պարծենում ենք, մենք ասում ենք, բայց չենք անում։ Հասկանում եք, ոնց որ դառնությունը տիրում է, որ մենք չարանում ենք, որ մենք սկսում ենք մեր շահերը փնտրել, որ մենք սկսում ենք, այսինքն մեր հին կյանքով ապրում ենք, հասկանում եք։ Սկսում ենք հին անցյալը հիշել։ Գիտես, դա ճիշտ է հին անցյալը հիշել։ Եթե Հիսուսը ներել է քո մեղքերը, եթե Քրիստոսը ներել է քո մեղքերը, ասում եմ, չէ, ասում եմ, այդ ասեմ, հենց նույն բացեք հենց նույն եբրայեցիներից 8-րդ գլխում մեր Տերը ստեղ ասում է Պողոս առաքյալի շրթունքներում ասում է որովհետև 8:13 որովհետև նրանց անօրինությունները ներող կլինեն եւ նրանց մեղքերը ու նրանց անօրինությունները այլևս չեն հիշի ամեն այլևս չեն հիշի ումը չի հիշի ում մեղքերը չի հիշի ով որ ապաշխարում է ու իջանում посвящение, նվիրվում է, հավատարիմ է դառնում ասում, հասկանում, նայեք ասեմ, ապաշխարությունը դա մի քայլ է, սիրելիս, որովհետև գիտես, դու կարաս այսօր հպարտանաս, որ ես ապաշխարել եմ, անջում եմ ասելով, գործը կոնն է, հասկանում ես, բայց արդյոք դու այսօր հավատարիմ ես Աստծուն, արդյոք արակս գիրքը դու կարդաս եւ ասում է, չկա հավատարիմ մարդ, Աստված փնտրում է իրանը հավատարիմ մարդ, Աստված փնտրում է իրանը սրտին մոտ մարդ, կա արդյոք այս ձևի մարդ, որ գնում է իմ հետևից, կա արդյոք այս ձևի մարդ, որ իրապես պաշտում ասում, ոնց որ կենդանի Աստված, հասկանում եք, դա տարբեր է, հասկանում եք, մոտեցումները, ըլես ապաշխարած, գաս ապաշխարած, քո շահերի, քո մոտեցման համար Տեր Աստված, դու, նայեք ասեմ, երբեմն մարդիկ այնքան են խափնվում, հետաքրքիր է, գիտեք ինչ մոտեցումով, որ ինքը գալիս է, ինքը լնում է, ինքը մոտիկանում է, ինքը անում է, Ոգես ես նայում ես ու հասկանում ես, որ այս մարդը այն ձևի չի տար իր սիրտը Քրիստոսին։ Կներեք, որ sense ասում եմ, այն ձևի չի տար։ Դու հասկանում ես, որ երկու-երեք օրից այդ մարդը չի գալու։ Կարող է մի ամսից, երկու ամսից հետո։ Դու ձգտում ես, որ այդ մարդը մնա, սկսում ես աշխատել այդ մարդու հետ, սկսում ես Աստծո խոսքը, դու տերում ես այդ մարդը չէ։ Եվ ինչ է, եւ այդ սպասելիքները, երբ որ ինքը չի արդարանում, Աստծո այդ մարդը շատ շուտ հետանում Աստծո։ Ուստեղ ինչ է, նյուժերը Աստված չի տենում այդ մարդու սիրտը, տենում է։ Նյուժերը Աստված չգիտի իմն ու քո սիրտը, չգիտի դու անկեղծ ես, թե անկեղծ ես։ Հասկանում եք, դու կարաս մարդուն խաբես, դու կարաս դու կողքին խաբես, ձևանաս որ դու ճակերտավոր սիրում ես Քրիստոսին, բայց Տիրոջը դու երբեք չես խաբի։ Հասկանում եք։ Որտեղ հենց իրան մոտ ես դու կանելու ու պատասխան ես տալու այն քո արած մեղքերի համար, եթե դու արել ես, եթե դու ունես Հասկանում եք, եթե Քրիստոսը ներել է քո մեղքերը, ինչ ես դու հիշում քո հինը, հարց, եթե Քրիստոսը ներել է քո մեղքերը, եթե դու ներված ես, ասում ես տերում եմ ու չեմ հիշում, ես ջնջում եմ, ես չեմ հիշում, դու ինչ ես հիշում, մի գործի մեր, մի հիշի քո անցյալը, մի ապի անցյալով, բաց թող անցյալը, հասկանում եք, եթե քեզ անցյալում մեկը շատ ուժեղ ցավ է պատճառել, կարող է կա մարդ այսօր քեզ իրը ցավ է պատճառել, Գիտես, ես քեզ կարամ ասեմ, միակ հաղթանակը, որ արդարացի, որ դու կարաս, այսինքն արդարություն ճարես, փնտրի Աստծո։ Փնտրի Աստծո, այդ արդարությունը, մի փնտրի արդարություն մարդու մոտ, սիրելիս, մարդ այսօր կարա լսի քեզ վաղը կարա քեզ չհասկանա։ Նույն ծառայողը, նույնը հոգևորը, հասկանում եք, բայց փնտրի արդարություն Աստծո, որտեղ ինքը ասում է, որտեղ նրանց անօրինությունները ներող կլինեն եւ նրանց մեղքերը ու նրանց անօրինությունները այլևս չեն հիշի։ Դա Աստված ասում, դա մեր Տերն ասում։ Ինքը եկավ դրա համար, որը չի հիշի, ների ու չի հիշի։ Ինչ է ասում, ուրեմն ինքը արդար Աստված է։ Ինքը արդար է, ինքը փնտրում է հավատարիմներ, մարդիկ, ովքեր որ կխոնարհվեն, հասկանում եք։ Եվ պետք է արդարությունը իր մոտ հավատա, որ քո խոնարհությունը, քո մոտեցումը, քո իրապես նվիրվածությունը Աստծուն ամեն բան կբերի ժամանակին կդնի։ Ինչի մենք ուզում ենք շատ շուտ մեր հարցերի պատասխանը։ Մենք ուզում ենք, որ միակնթարթային այդ ամենը լինի։ Գիտես, ես քեզ կարամ ասեմ, հիշենք Աբրահամի, հիշենք շատ շատերին, ովքեր համբերատար սպասում են, հասկանում ես։
Ես կարդում եմ երեք ասես, բա Եղիսեն եկել Եղիա։ Եղիսեն 18 տարի աշակերտ է, ծառայում էր Եղիային, հասկանում եք։ Եվ ինչ ստացավ, դվայնոյ օգնություն ստացավ, օծություն, հասկանում եք։ Շոտկի ստացավ։ Դու ստացել ես քորտնությունը։ Դու ունես քորտնությունը։ Գիտես, փնտրի դա կոմեջ։ Գիտես, Անելիավը գիտի, որ դու ունես կոչում։ Ես կարդում եմ մի հետաքրքիր գիր, Աստվածաբանական ասում է, Անելիավը գիտի, որ դու ունես կոչում։ Եվ ինչ այնք անում։ Ասում է, սկսում է տարբեր տեսակի հարցակումներ անել, քոմոդ, խառնել, խառնաշփոթ, որ դու քո շեշտը, այն կոչումը, որ Աստված պարգևը քեզ տվել է, հասկանում ես, փոխես ուրիշ գործերով, այդ փորձություններով, ընտանիքի առօրյայով, այն առօրյայով, ես ասես մնա, այդպես լավ է, հասկանում ես։ Ես չեմ ուզում, որ դու քո կոչման մեջ ես։ Ինչի՞, եթե դու մտնում ես քո կոչման մեջ, այն կոչումը, որ Աստված տվել է քեզ, կարող դու ավետարանի չես, կարող դու աղոթող հոգես, դու պիտի աղոթես, այսինքն որբևայների, աղքատների, մյուսների, մարդկանց բերես փրկության, հասկանում ես։ Ինքն ուզում դու սարես, շեշտես քո գործերով, քո կարիքներով, քո խնդիրներով, քո ցավերով, մեկ էլ մյուս, բայց չմտնես քո կոչման մեջ։ Հասկանում ես։ Գիտես, երբ որ դու ապաշխարում ես, գալիս ես, ասում Տեր իր հոգին տալիս, ով կոչում է տալի քեզ։ Հասկանում ես, թե դու ինչ կարաս անես։ Բայց դու կարաս անես, հասկանում ես։ Դու կարաս անես, բայց առաջնահերթին հասկանում ես, դու պիտի մաքրվես իրական ձևի, ապաշխարությունը պետք է ազատի քո սիրտը, ամեն տարբեր տեսակի դառնություններով, դու պիտի պայքարես, հասկանում ես, չհիասթափվես, չհանձնվես, չտրտմես, տեղիք չտաս այդ վատ արմատների քո կյանքում, հասկանում ես։ Եվ հետո ասես, երբ որ Հիսուսը մտել է կյանքում, ինչ է փոխվել իմ կյանքում, այդ հարցը քեզ տաս, փոխվել է քո կյանքը, փոխվել է քո սիրտը, ունես դու փոփոխություն, հասկանում ես, ինչ ես դու այսօր ներդրել քո հավատարմությանը Քրիստոսի հետևից գնալուց, հասկանում ես, ինչ ես դու արել, հասկանում ես, որն է քո պարգևատրումը Տիրոջ մոտ, թե կգա ժամանակ, երբ որ Տերը ասում է, ես կասեմ, դուք ասեք այդ օրեր Տեր, ես ես եմ արել, այն եմ արել, ես եմ արել, Կիրակի ժամ 2-ին գալիս եմ, հասկանում ես, ես եմ արել, այն եմ արել, եւ Տերը ասում, գնա, քեզ չեմ ճանաչում, դու ով ես, հասկանում ես, դու ասում ես, չասում, ես կասեմ, դու ով ես։ Գիտեք, ես նույնիսկ վախեցել եմ հենց այդ խոսքին, ասում, դու չեմ ճանաչում քեզ։ Գիտեք, եկեք գնանք անենք, որ երբեք այդ խոսքերը Քրիստոսից չլսենք։ Հասկանում եք, եւ ասում եմ, ես կասեմ, եւ ասում եմ, կասեմ, արի իմ բարի ծառա, դու արժանի ես ստեղ գտնվելու։ Հալելույա, ամեն։ Եկեք գնանք անենք, որ մենք իրապես այդ խոսքերը լսենք Քրիստոսից։ Ինքը այսօր այդ հնարավորությունը տալիս է ինձ ու քեզ, հասկանում եք, ազատվելու դառնությունից, ազատվելու չարությունից, իրապես վերափոխվելու ապաշխարությունով, իրապես գնալու իր հետևից ու դառնալու հավատարիմ։ Իր հավատարիմ։ Նմանվեք Քրիստոսի։ Ասում եմ, ես հեզ ու խոնար եմ սրտով։ Մատթեոսի 11:28։ Ես հեզ ու խոնար եմ սրտով։ Սովորեք ասում է ինձանից։ Ես վատ բանից ես չեմ սովորացնի։ Մարդը գնում է վատ կանց հետ են սկսում շփվել, չար շրջապատների մեջ են մտնում, սովորում են վատ բաներ, երեխաներն են մտնում ընդեղ գնում են, հասկանում ես, սկսում են սովորել, սովորում են մեկ գործեր, բայց Քրիստոս ասում է, ես քեզ չեմ ուզում սովորացնել մեկ, ես ուզում եմ քեզ փրկեմ, հասկանում ես, ես եկել եմ քեզ փրկելու համար, ու Տիրոջ նպատակն է, որ դու փրկվես, հասկանում ես, Տիրոջ նպատակն է, որ դու փրկվես, ասում եմ, ես չեմ ուզում ամբարիշտի մահը, ես չեմ ուզում մեղավորը, որ պատիժում եմ, որ բոլորը փրկվեն, հասկանում եք, ասու ժողով, դա մեր Տերն է, որ ինքն ուզում է ինձ ու քեզ տենա իր թագավորության մեջ, հասկանում ես, իր թագավորության մեջ, ես հավատում եմ, որ ես ու դու արժանի ենք, ես ու դու արժանի զավակներ ենք Տիրոջը, մենք կարանք շատ բան անենք իր հետ, հասկանում ես, մենք կարանք իրապես մեկս մեկին ենք թիկում, ուզ աղոթողել ենք մեկս մեկի համար, եւ մեկս մեկի հոգսերը աղոթքով ջարդենք, գիտեք ինչ է խոսում աղոթքը, աղոթող մարդը հենց ունի իր հարաբերությունը Աստծո հետ, աղոթող մարդը, այն մարդը, որ աղոթում է,
Բայց որ մարդ չգիտեք, ասեմ, հիմա սկսենք մտածել խոսել աղոթների մասին, նայ, բացեք Մատթեոսի 6:6-ը։ Հիմա կպավ մի քիչ թեմայից ուրիշ է, բայց խոսեմ ասեմ։ 6-ի խոսքը, նայ։ Քրիստոս անդադ աղոթում է։ Եվ Հիսուսին ասում է, հարցում են, վարդապետ, ոնց աղոթենք։ Աշակերտները ասում են, ոնց սովորացրել մեզ աղոթել։ Եվ Հիսուս ասում է, երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողորաններում, հրապարակների, անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսակելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են։ Ասում է, երբ որ դու աղոթես, մի եղի կեղծավոր։ Նայեք ասեմ, անպայման չի, որ դու կանգնած լինես, սաղի մոտ աղոթես։ Քրիստոսը խոսում է կեղծավորության մասին։ Դու կարաս կանգնես աղոթես ինչ-որ մի բան խնդրես, բայց չկատարես իր կամքը։ Դա կեղծավորություն չի։ То есть դու գիտես իր կամքը, դու գիտես ինքը ինչ է ուզում, հասկանում ես, գիտես իր պատվիրանները, բայց դրա հետ մեկտեղ իր պատվիրանները չես պահում, բայց անում ես, խնդրում ես այն ինչ որ դու ես ուզում։ Ասում եմ, այլ ասում եմ, եւ ասում եմ, ինչ եմ ընտրում։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռը ու ծածոկ աղոթիր քորը։ Ասում եմ, մտիր սենյակ։ Հուները թարգմանության մեջ հետաքրքիր ասում է, մտի քո սուլդուկը, քո չերդակը, մտի փոքր տեղ, այսինքն, փակվի չերդակում, այսինքն կլադովկայում, փակվի ու աղոթի, փոքր տեղ, հասկանում եք, փոքր տեղ ատարվում, ստեղ հայկական թարգմանություն ասում է, այլ դու աղոթես, մտի քո սենյակը, փակիր քո դուռը, ծածուկ աղոթիր քոր եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկ հայտնապես, կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի շատախոսեր, հետանոսների պես, որոնք կարծում են, թե իրեն շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ նրանց մի նմանվե, որտեղ ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելու։ То есть, հասկանում ես, մի եղիր շատախոս, հասկանում ես, то есть, լիքը, ամեն անգամ նույնը, գիտեք ավետարանը, տարբեր մոտեցումներ կար, այսինքն գրած, ես բան չունեմ ասելու, մենք կարող դրա դեմ դիսկուսիա անենք, բայց դա ասում մի եղիր շատախոս, ինչ է խոսում շատախոսության պարագայով Քրիստոսը։ Քրիստոս խոսում է դավանանքի մասին, հավատքի մասին, հավատարմության մասին, հասկանում եք, Դավիթը մենք խորհանանք, եթե դու հավատաս, եթե դու վստահում ես Քրիստոսին, խնդրի մի անգամ նույնիսկ չգիտի քո սիրտը ինչ ասում, ինչի կարիք ունես։ Հարցը, բայց եթե դու չես ստանում, ու դու շատախոս աղոթում ես, ինչի չես ստանում։ Այդ հարցը մի քիչ ոնց ասեմ ձեզ, մենք ինքներս մեզ պետք է քննենք։ Պատճառը ինչու՞մ է։ Ինչու դու այսօր չես ստանում այն, ինչ որ դու խնդրում ես Աստծուց։ Բայց մեր Տերը կենդանի Տեր է, հավատացեք։ Մեր Տերը կենդանի Տեր է։ Մենք պետք է իմանանք, որ մենք այսօր կենդանի Քրիստոսի հետևից ենք գնում։ Հիսուս, որ կարող ամեն բան փոխի քո կյանքում։ Հիսուս, որ այսօր ամեն հնարավորությունը քեզ տվել է։ Ասում է Քրիստոսը կանգնած թակում է քո սրտի դուռը, բաց ու ինքը կմտնի ու կթագավորի քո կյանքում։ Արդյոք այսօր Քրիստոսը քո կյանքում է։ Արդյոք դու այսօր խնդրել ես Քրիստոս մտիր իմ կյանք ինքը մտել է։ Դուր է դարձը քեզ նորից։ Եվ հարցում, իսկապես ինքը մտել է քո սիրտը։ Եվ ինչ է փոխվել, երբ Քրիստոսը մտել է։ Դու հավատարիմ ես այսօր։ Ինչով է քո հավատարմությունը ապացուցված, հասկանում ես, ոնց ես դու տենում։ Գիտեք, հավատարմության նշանակությունը, ես կարող ասեմ միակ նշանակ առաջներքին կապված է մեղքի հետ։ Հենց հավատարմությունը խոսում է դրա մասին, եթե դու հավատարիմ ես, եթե դու սիրում ես, ասում եմ պատվիրանները պահում ես, այն որ ես տվել եմ, ասում եմ Քրիստոսը, ու դու մեղքի մասնակից ես, ես դու կգնաս իր հետևից ու կանես այն, ինչ որ ուրիշն է ասում, կմտնես քո կոչման մեջ, կծառայես Աստծուն եւ հավատա Տիրոջ օրհնությունը կլինի միշտ քո հետ։ Ես չեմ ասում դու չունես, հավատա Տիրոջ օրհնությունը քո հետ է։ Հավատա դու այսօր ստեղ Հիսուս չես։ Հավատա այսօր Տերը քո սրտի հետ խոսում է։ Իմացի ընդունել այն, ինչ որ դու լսում ես։ Ամեն։